Իսկ հիմա ես ուզում եմ խոսել Իրանի մասին։ Իրանում մեծ բողոքի ցույցեր են տեղի ունենում, այս բողոքի ցույցերը նաև պատճառ են դարձել որոշ անձիկի մահվան պատճառն են դարձել, այս ցույցերն է ասացի երկար ժամանակ այսպես միշտ գիտեք էլի այս 1979 թվականից երբ որ կրոնական Խոմեյնին եւ կրոնական խումբը երկիրը սկսեցին ղեկավարել պատահել է, էլի այսպես պատահել է 10 տարի առաջ մոտավորապես պատահել էր մեծ ցույցեր տեղի ունեցավ նրանից առաջ էր պատահել, բայց միշտ ճնշման տակ են դրել եւ հաղթահարել է ռեժիմը եւ այս իսլամական կառավարությունը շարունակել է։ Սա այս վերջին տարիներում այսպես խոշոր ցույցեր տեղի չի ունեցել, որ նաեւ նախագահ Թրամփը ասել է, եթե ռեժիմը գնա եւ սկսի ինչ որ ճնշում բանացնի կրակի սպանության պատճառ լինի, Ամերիկան կմիջամտի հիմա ինչպես եւ ռեժիմը կտապալի։ Այսպես հարցեր է բարձրացրել նախագահ Թրամփը։ Ես ուզում եմ հիմա ինչ տեղի ունենում Իրանում, դա ձեզ ցուցադրել, այսպես տեսնում եք, սա մոտոցիկլետներով նորմալ հագուստով ոստիկաններ են կամ ռեժիմի հավատացյալներ են, որ ժողովուրդը դուրս են եկել եւ այսպես ասացի այս բողոքի ժամանակներում տեսնում եք, ահա այսպես բախումները այնտեղ տեսնում եք։ Հիմա ավել ինչն է որ պատճառ է դարձել, որովհետեւ 5 անգամ մի շաբաթվա ընթացքին այստեղ տեսնում եք յուղը հացը 5 անգամ ավել թանկ է, քան թե մի շաբաթ առաջ։ Այստեղ տեսնում եք եւ 20 հոգի մահացել են այս բողոքի ցույցերի ժամանակ, տեսնում եք այսպես։ Ինչ որ ասացի, նախագահ Թրամփ ասում է մենք շատ մոտիկից հետևում ենք եւ եթե իրենք սկսեն մարդկանց սպանել, ինչպես անցյալում արել են, մենք կգնանք եւ իրենց ավել ուժեղ կհարվածենք, ասում է նախագահ Թրամփը իհարկե այստեղ տեսնում եք։ Գիտեք Իսրայելը շատ մխրճված է այս հարցում, ունի այնտեղ իշահ գործող Իսրայելի, որպեսի տապալեն այս ռեժիմը եւ ավել ապահով դարձնեն։ Թագավորի տղան է, որ տեսնում եք այստեղ, անցյալ տարի կամ տարիներ առաջ ասել է, որ ինքը չի վերադառնա, իսկ հիմա ասում է, որ կվերադառնա, Իսրայել գնացել է, հանդիպել է եւ այսպես տեսնում եք այդ անունները, ինչ որ տեսնում եք Իրանի քարտեզի վրա, այն տարածքներն է, որ տեսեք մասամբ ամեն տեղ տեղի ունենում, բողոքի ցույցերը տեղի ունենում Իրանի մեջ, նամանավանդ արևմտյան տարածքներում, ուր որ քուրդերն են ապրում, ուր որ ուրիշ Իրանում շատ տարբեր ազգեր նաև բնակվում են Իրանում, ավելի շատ այդ տարածքներում այս ցույցերը շարունակվում են։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Տաթարից Վենեսուելայի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում։ Դասավանդումները շուտով սկսելու են։ 12 տարբեր դասավանդում է լինում, որ Կալիֆոռնիայի նահանգը վճարում է բոլոր ծախսերը, որ դուք այս դասավանդումներին կարողանաք մասնակցեք անվճար չափածների համար է 18 տարեկան եւ մինչեւ քանի տարեկան որ անձը լինի, ցանկություն ունի, այսպես տեսնում եք բուժքույր օգնական այդ հարցերը լինի, համբյուտեր չգիտեք, համբյուտեր սովորեք, համբյուտեր գիտեք, մասնագիտացված սովորեք, ատամնաբույժի տեխնիշեն դառնաք, օգնականը դառնաք եւ ուրիշ։ Եթե հետաքրքրում եք, անպայման գնացեք Allen փողոց Burbank-ում, այս adult school այդտեղ է։ Գլենդելում նաեւ Burbank High School-ում է, բայց ավելի լավ կլինի գնաք այնտեղ,
հայ ուսուցչուհիներ կան փորձառու այստեղ ուսուցչուհիները տարիներ դասավանդեր են Գլենդելի Բրբանքի դպրոցներում հիմա այստեղ դասավանդում են օգտվեք այս անվճար ծառայությունից որպեսզի կարողանաք առավել մասնագիտացված շարունակեք ձեր աշխատանք Central Pharmacy ովանավորում է ծրագիրը Central Pharmacy Central Avenue Pharmacy գտնվում է ինչ որ տեսնում եք այստեղ Glendale California փողոցի վրա է գտնվում իսկ շուտով շատ շուտով Թահանգայում եւ ավելի շուտ Sunland քաղաքում որ կծառայի նաեւ Թահանգա Sunland Silmar Simi Valley ամբողջ այդ շրջանները այս իրենց նոր տեղատունը բաց են անելու մի քանի օր հետո ես ես պիտի տեղեկացնեմ բացման օրը կարող եք իրենց ծառայությունից օգտվել Մարգանյան փաստաբանական գրասենյակն ովանավորում ծրագիրը եթե դուք վարձակալ եք ձեր բնակարանում մուկ կա մրջում կա միջատներ կան ձեզ պետք է հատուցում տան դուք ոչինչ չեք վճարում Կալիֆոռնիա որևէ քաղաքում բնակվում եք տարբերություն չունի զանգարեք այս հեռախոսահամարին եւ եթե հատուցումը ստանաք հետո կվճարեք փաստաբանին նախապես դուք ոչինչ չեք վճարում այս հեռախոսահամարին զանգարեք Orange Shipping ովանավորում է ծրագիրը Orange Shipping այստեղ տեսնում եք գտնում է Sherman Way North Hollywood եթե մի ծանրոց իրենց հանձնեք երկրորդ ծանրոցը կես գնով կարող եք ղրկել Հայաստան ծրագիրը ովանավորում է Շահին Թուր ովանավորում է ծրագիրը կազմակերպեն են այցելություն Ժապոնիա 10 օր ընդամենը $3490 է հիմա օր առաջ տեղերը ապահովեք տեսնում եք ապրիլի 20-ից մինչև 29-ի համար է ծրագրված կվերադառնա Ես հիմա ուզում եմ խոսել Վենեսուելայի մասին Վենեսուելան ունի ամենամեծ աշխարհի ամենամեծ նավթի պաշարը որևէ երկիր այսպես պաշար չունի Վենեսուելայի այստեղ տեսնում եք նախագահին Մադերոին տեսնում եք այստեղ որ մի քանի ամիս է պաշարել էին այդ տարածքը ուրեմն նախագահ Թրամփ ասում է եւ որոշեցին ամենահարմար օրը կլիներ մի քանի օր առաջ որ մտան քանի անգամ որոշեն որ օր լինի անընդհատ հետաձգել են 250 հոգի Ամերիկայի ամենապատրաստված զինվորականները ու ռազմօթանավ հելիկոպտերներով 250 հոգին իջան այնտեղ եւ որովհետեւ երկար ժամանակ էր որ սպասվում էր այդ մի տարածք ունի Մադերոն բետոնային տարածք ունի 3 րոպե առաջ անդրադառնում է իհարկե նույն որտեղ որ պալատում ապրում էր Մադերոն նույնը Ամերիկայի այս հարավային Ամերիկայում ուրիշ տեղ սարքեն են այդ զինվորականները ինչ որ մտան իր բնակարանը կամ պալատը փորձերը կատարեն են որ որտեղից պիտի գնան այդ լրիվ տարածքը ինչպես պիտի մտնեն շենքի մեջ ինչպես պիտի մտնեն նույնը կոպիին արել սարքել են այս զինվորականները ամիսներ փորձեր են կատարել այդ իհարկե մի բողոք կա որևէ երկրի դեմ ամերիկան մի աշխատանք պիտի կատարի օրենսդիր մարմինը նախ պետք է հաստատի այս երկրի օրենքն է ասում հիմա նախագահները երբեմն խախտում են այդ օրենքները Դեսպես բնավ լուր չէին տվել որ մտնելու են եւ ձերբակալելու են երկրի նախագահին իր կնոջը իր զավակին այսպես չէին ասել ամենայն դեպս փորձերը կատարվել էր դրա համար կարողացան զինվորականները ճիշտ գնան գտնեն 3 րոպե առաջ մինչև մտնի այդ բետոնային տարածքը եւ դռները ներսից փակեն կարողանում են իրեն բռնել ճիշտ դրան արխիվը եւ ձերբակալեն ինչպես տեսնում եք բերեն են Ամերիկա դատարան տարին եւ ինքը այնտեղ ասել էր մեղավոր որովհետեւ մեղ չի գործել ինքը մեղավոր չի եւ
Վենեսուելայի նախագահն է եւ ինքը չպիտի այստեղ լինի։ Տեսնում եք ինքը մերում բարձրահասակ մարդ է, բարձր կշիռով, մոտավորապես 300 փանդ, բոյը մոտավորապես 1 մետր 89 սանտ, տեսնում եք բոլորից ավելի երկար է եւ 2013 թվականից ղեկավարում է, երբ որ Հյուգո Շավեզը մահացավ, ինքը հետո դարձավ երկրի նախագահը դարձավ այս Վենեսուելայի եւ այդ ճնշումների տակ, այսինքն պաշարված երկիր նավթը չեն կարողացել վաճառեն այստեղ։ Իսկ երբ որ մտնում են իրեն ձերբակալելու համար 80 Վենեսուելայի զինվորականներ սպանել են, ամերիկացի սպանել են, բայց իրենք մի քանի հոգի ամերիկացի զինվորականից մի քանի հոգին վնասվել են, որ մահացու վնասվածքներ չեն ամերիկացի զինվորները հիվանդանոցում են, բայց հետո երևի այսպես այսինքն այդ ապակինվելու են ինչ որ նպատակն է։ Որոշ սենատորներ եւ ներկայացնի տան անդամներ, բոլոր դեմոկրատ սենատոր եւ ներկայացնի տան անդամները բողոք են ներկայացնում, որ ներկայացնի տան եւ սենատի անդամներին չեն տեղեկացել։ Ռիփաբլիկներից մի քանիսը փոքր թվով գիտեք ճնշում կա, որը մի բան է ասում, հետո ասում են, որ դու մյուս ընտրությանը ժամանակ մի բան են անելու, որ դու չընտրվես։ Այդ բերումով է մեծ թվով ռիփաբլիկան ներկայացնի տան անդամներ եւ որոշ սենատորներ ռիփաբլիկան ասել են հաջորդ ընտրություններին չպիտի մասնակցեն, որովհետև գիտեն, եթե ուզում են բողոքեն այս ինչ որ Թրամփն է կատարում, հետո իրենց դեմ աշխատանք է տարվելու եւ իրենք չպիտի կարողանան, ուրեմն ցանկություն ունեն, որ իրենց բողոքի խոսք արտահայտվեն, բայց ընտրության չմասնակցեն, որոշը ես այստեղ ձեզ ցուցադրելու եմ, քիչ հետո անցնենք առաջ, տեսնում եք այստեղ հիմա փոխնախագահ այն երկրի։ Հիմա սրանք որոշ մարդիկ նաև դուրս են եկել Վենեսուելայում, որ ուրախ են, որ տապալել են ռեժիմը եւ բայց մեծամասնությունը ովանավորում են Մադերոին այդ երկրի ժողովուրդը, որովհետեւ բողոքողները երկար ժամանակ է երկիրը թողել էին, հեռացել էին։ Նախագահը ասում է մենք կկառավարենք Վենեսուելան, նախագահ Թրամփն է ասում։ Իսկ Մարկո Ռուբիոն, որը արտգործ նախարարն է, ասում է մենք Վենեսուելան չենք կառավարելու, բայց ուշադիր ենք լինելու։ Այստեղ տեսնում եք intelligent assessment, TAP Մադերոյի ռեժիմի անդամները ասում են, որ հենց իրենք թող երկիր կառավարեն, բայց մենք վերահասու ենք լինելու, որպեսի, որովհետև եթե մեկ կին կա, որ իրեն Նոբելյան, երբ որ աշխատում էր Մադերոյի դեմ Վենեսուելայում, խաղաղության մեդալը իրեն Նոբելյան մեդալը իրեն տվին, բոլորը նախատեսում էին, որ Մադերոյի ռեժիմը կտապալեն եւ այդ կնոջը կդարձնեն, բայց թվում է Թրամփը եւ իր վարչակազմը եկել է համոզմանը, որ ավել հարմար կլինի հենց այս մարդիկ կառավարեն, բայց Ամերիկան վերահասու է լինելու եւ նավթը տանելու է կամ վաճառելու է Ամերիկան, որովհետեւ ուրիշ բան սա ում որ տեսնում եք այդ կինն է, որ նախատեսում էին, որ ինքը պետք է ղեկավարի, բայց ասել է անտեսեն ասել փորձառություն չունի, պետք չի Թրամփը ասել է նա դառնա երկրի նախագահը, հենց հին ռեժիմը թողեք կառավարի, որովհետև Ամերիկան ավել հետաքրքրված է նավթով եւ ոչ մի ուրիշ բան, չեն ուզում մխրճվեն երկրի դժվարություններին, որովհետև Ամերիկան լավ փորձ ունի Աֆղանստանում, լավ փորձ ունի Իրաքում եւ ուրիշ երկրներ, այսպես Լիբիայում մխրճվեցին եւ շատ վատ վիճակ ստեղծվեց, բիլիոնավոր դոլար ծախսեցին ու վերջը ամենտեղ թողան հեռացան։ Հիմա երկու նավ, որը ռուսական տրոշի տակ աշխատում են, երկու այդ նավերը նաև Վենեսուելայից նավթ էին տանում, այդ նավթերը վերջին նախագահ Թրամփ ասում է մենք կվաճառենք այդ
նավթը նաև եւ գումարը մեզ է պատկանում ինչպես տեսնում եք այստեղ տրոշակը Ռուսաստանի տրոշակը ներկված էր կամ տպված էր նավի վրա եւ Մարկո Ռուբիո տեսնում եք եւ նախագահ Թրամփը ինչ որ քիչ առաջ նաեւ ասացի առաջին փուլում ֆեյզում ուզում են խաղաղ լինի երկիրը դրա համար չուզեցին ռեժիմը փոխել 30-ից 50 միլիոն բարել այսինքն տակար Վենեսուելայի օիլն է նավթն է որ պիտի վաճառեն այստեղ տեսնում եք ինչ որ շահ է լինելու ամերիկան կիսելու է Վենեսուելայի կառավարության հետ եւ վաճառքը միասին կկատարեն ասում է ամերիկայի կառավարությունը հիմա իրենք են հաղթանակ շահողը երկրորդ փուլում որպեսզի երկիրը ամեն ինչ վիճակում շատ վատ վիճակում է տարիներ չեն կարողացել այդ նավթի արտահանման համար գործիքների որովհետև բոյկոտի ենթարկված էր ուրեմն այդ հարցով այդ նավթը թույլ կտան նաև վաճառեն գործիքները կնորոգեն բայց տարիներ տևելու է սա երկար երրորդ փուլում ուրեմն transition ինչ փոփոխություն պիտի լինի ասում են պիտի տեղի ունենա բայց չեն ասել որն է այդ փոփոխությունը ինչ փոփոխության մասին է դեռ չեն հստակացրել հիմա այստեղ տեսնում եք Մորֆի անունով սա սենատոր դեմոկրատ սենատոր է որ ասում է անհավատալի է ինչ որ կատարվում է այս ռեժիմի միջոցով այսինքն Թրամփի ռեժիմի միջոցով որ մտեն են երկիր ճիշտ մենք հիմա այդ փայրետների նման են գնացնենք նավթը գողանալու ասում է այս ամերիկացի սենատորը Քենեդիից որ ծովահենների նման են որ գնացնենք նավթը վաճառենք եւ ծախենք դա մեզ չի պատկանում մեր երկրին չի մի ուրիշ երկրի է պատկանում այսպես բողոքն է ինչ որ ներկայացնում է այստեղ եւ անհարմար է գտնում ինչ որ տեղի է ունենում այս վարքյանից այստեղ տեսնում եք փոխնախագահն է երկրի Վենեսուելայի որ երթման արարողությունը որ հիմա համարվում է ժամանակավոր նախագահը երկրի եւ այսպես առաջարկությունը Վենեսուելա պետք է կանգնեցնի իր աշխատանքը Ամերիկայի հրամանն է որ Չինաստանի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Կուբայի հետ, որ երկիրը որ ցանկություն չունի, եթե Կուբային նավթ էին անվճար այս Մադերոն եւ Շավեզը անվճար նավթ էին տալիս Կուբային, որպեսզի կարողանա տոքա շարունակի եւ Վենեսուելան միայն ամերիկացիների հետ ինչ որ նավթին վերաբերողը պետք է Ամերիկայի հետ բիզնեսը լինի եւ ոչ ուրիշ երկիր այսպես իրենց համար պայման է տրված եւ ինչ որ վաճառում է պետք է ամերիկացիները առաջնահերթ տեղում լինեն եթե նավթ պիտի վաճառեն ամերիկացի ընկերություններին պիտի վաճառվի այսպես տեսնում եք սա մեկ ուրիշ ռիփաբլիկան սենատոր է որ զարմանք է արտահայտվում ասում է որ երևի մենք շատ երկար չենք մխրճվի այս հարցի մեջ այստեղ մեկ ուրիշ ռիփաբլիկան սենատորը մտահոգություն է հայտնում այստեղ տեսնում եք նախագահը թեև բարեկամական հարաբերություն է պաշտպանության նախարարն է որ ասում է մենք շարունակելու ենք հսկելու ենք երկիրը այսպես արտահայտություններ են կատարում եւ ես ուզում եմ այստեղ ցույց տալ նաեւ սա Վենեսուելան է ասացի աշխարհի ամենամեծ նավթի պաշարը Վենեսուելան ունի Կոլոմբիայում մեկ նախագահ կա այնտեղ որ նա բողոքում է որ այսպես եկան մտան այստեղ որ գիտեք մնացած այս ղեկավարները ուրիշ երկրների մասամբ լռեն են թեև
գնացել են մտել են մի անկախ երկրի մեջ նախագահին ձերբակալել են միակ հոգին է Pedro անունով Gustavo Pedro անունով այս նախագահն է որ իր նստաշրջանը մինչև մայիս է վերընտրության առիթ մի նստաշրջան են ընտրվում խիստ բողոքում է եւ այդտեղ է որ նախագահ Թրամփ ասել է եթե շատ աղմուկ բարձրացնի կգնան իրեն նաեւ պիտի ձերբակալեն եւ այսպես ասում է սա կողոպուտ է ինչ որ տեղի ունենում Վենեսուելայում այս նախագահը ասում է այդպես եթե շարունակենք տեսանյութը կտեսնեք Վենեսուելայի այսինքն Կոլումբիայի տեսնում եք Pedroին սա Կոլումբիայի նախագահն է որ տեսնում եք այնտեղ նաեւ Վենեսուելային ովանորող եւ Թրամփը ասում է հիմա սրա հերթնա պետք է իրեն աշխատանքից ձերբակալեն աշխատանքից հանեն սպառնում է նախագահ Թրամփ ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից հետո պիտի խոսեմ շարունակեմ Մինեապոլիսում Մինեսոտա ինչ պատահեց ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան հովանավորում են երկու ատամնաբույժներ են գտնվում են Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ պատման կետում բրբանքում է բայց Գլենդելի հարևանության է գտնվում ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը Երևան Post Գրանդա Հիլզում է գտնվում ծառայում է բոլոր հարակից քաղաքները եթե ծանրություն եք իրենց հանձնեք Երևան Post եւ գումար եթե պիտի փոխանցեք Հայաստան իրենց միջոցով կատարեք քիչ հետո կտեսնեք ինը խիստ իջեցրած է սա նոր բիզնեսը այդտեղ բացված որը կարող են նրանք որ այդ տարածքներում Գրանադահիլ եւ հարակից քաղաքներում ապրում են օգտվեն ծառայությունից ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը այստեղ տեսնում եք հասեն 3410 Glendale Boulevard բրենդի շարունակությանը, բայց ամեն օր ճաշ են առաջարկում իրեն 5 հոգու համար 10 հոգու համար օգտվեք ծառայությունից եւ կտեսնեք այդ գումարը ինչ որ վճարում եք կզարմանաք այդքան ուտելիք այդ գումարով ինչ որ վաճառում են ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Primate Pharmacy գտնվում է Գլենոքս փողոցի վրա հեռախոս շատ հեշտ է 818 6000 777 տեսնում եք այստեղ գրված է Գլենոքս փողոցի եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում կվերադառ Minneapolis Minnesota նահանգում մի երիտասարդ այսինքն այս կամ immigration-ի ոստիկանությունը գալիս են գնում են անօրինականների ձերբակալելու, այսպես գիտեք ամենտեղ տեղի ունենում մանավանդ դեմոկրատական նահանգները ավելի շատ նախագահի Թրամփի հրամաններ այդտեղ են։ Այստեղ մի աղջիկ է, տեսնում եք այդ ոստիկանի միջև է, եւ հիմա հետ գալիս առաջ է գնում ամենայն տպես որպեսի փախնի այս ոստիկանն է այդ շրջանի, որը մեղադրում է այս IC ոստիկանությանը զինվորներին եւ կրակում են իր վրա եւ այդ աղջիկը մահանում է 37 տարեկան կամ այդ կինը 37 տարեկան մահանում է իր մայրը ասում է որ ահա սարսափահար փախնում է տեսնում եք կրակեն են ապակի windshield-ի մեջ կրակեն էին եւ ինքը թիրախը չի եղել այդտեղ որ եկեն են ուրիշ նրանք որ անօրինականներ էին ձերբակալին, բայց այսպես դժբախտություն է պատահում։ Անկամ քաղաքապետը ասում է մենք այս ոստիկաններին կարիք չունենք, թողեք հեռացեք, որ դուք այսպես այս երիտասարդ կնոջ մահվան առիթը ստեղծեցիք։ Սա NOAM Department of Homeland Security նախարարն է, նախագահ Թրամփի նշանակած նախարարուհին է, որ այստեղ ասում է, որ այսինքն մեղադրում է այդ աղջկան, որ հրամանը ոստիկանության չի լսել, ստիպված են եղել ոստիկանները իր վրա կրակ բացանեն, եւ ժողովուրդ դուրս են եկել եւ ասում են մենք ձեզ չենք ուզում այստեղ։ Սա քաղաքապետն է
այս Fry անունով, ասում եմ մենք դες չենք ուզում թողեք հեռացեք, տեսակ ոստիկանապետ նաև քաղաքի դեմ են այս immigration-ի ոստիկանության ներկայությունը իրենց քաղաքում, բայց եթե կառավարությունը նաև նահանգապետն է այս բերումով բողոքում է, որ ինքը նախագահական փոխնախագահի տեխնացությունն ուներ, երբ որ մրցակցում էին Թրամփի հետ, իհարկե այն ժամանակ 2024-ի նոյեմբերին, բայց ամենայն դեպս ինքը նաև բողոքում է եւ ասաց նաև որ տեսնում եք նորից եւ հիմա ժողովուրդն է դուրս է եկել տեսնում եք աղջկացի մայրը այդ աղջկա ասում է որ վախից փախեն է ինքը այս աղջիկը իհարկե թիրախը չէր ոստիկանությանը բայց եւ այնպես միանգամից այդտեղ հայտնաբերվում է ճիշտ մեջտեղում այստեղ տեսնում եք Նիկոլ անունով Նիկոլ Գուդ Ռենե Նիկոլ Գուդ այս աղջկա անունն է շատ անհարմար է համարում որ իրեն վրա կրակ են բացել եւ ասում է վախից երևի փախուստեր տալիս երբ որ այդքան ոստիկաններ ատրճանակ անած ահուսարսափ է ստեղծել այդ աղջկան մոտ ես ուզում եմ խոսել հունվար 7-ն է այսօր մի տարի առաջ այսօր ինչ որ ես խոսում եմ ձեզ չորեքշաբթի հունվար 7-ն է 2026 մի տարի առաջ Ուրեմն հրդեհ տեղի ունեցավ երկու տարբեր տեղում, գիտեք, խոշոր հրդեհներ չտեսնված Կալիֆոռնիայի պատմության մեջ Paradise, որը Malibu այդ շրջաններում տեղի ունեցավ եւ նաեւ Pasadena-ի հարևանության Altadena-ում Eaton Fire այնտեղ այս երկու հրդեհները միասին 2400 square miles հրդեհվեց այս երկու տարածքներում այդ դժբախտաբար 16000 բնակարան լրիվ այնպես էր որ լրիվ հրդեհվեց կամ մի վիճակ էր որ ստիպված էին տապալեին այսպես եւ 700 շենք այսինքն 7000 շենք միայն Palisade-ում հրդեհվեց 9000 մյուս Eaton կամ Pasadena-ի հարևանության Altadena-ում հրդեհվեց եւ այսպես տեսնում եք մեծ դժբախտություն բիլիոնավոր դոլար վնաս է ինչ որ պատահեց եւ դեռ մի տարի անցել է ընդամենը մի քանի 100 շենք կառուցում են այսպես այս 16000 բնակարան ինչ որ հրդեհվել է մի մասն է որ դեռ նոր այդ աշխատանքները սկսեն ոմանք մտածում են որ այդ իրենց նոր շենքը չկառուցեն այլ հողատարածքը ինշորենսից փողը վերցնեն հողատարածքը վաճառեն ու այդ շրջանից հեռանան ես այստեղ ուզում եմ ցույց տալ ինչ տեղի էր ունենում անցյալ տարի տեսնում եք եւ այդ պոցը կամ այդ կայծակը ինչ որ այդ քամին տանում էր մեծ տարածք այսպես տեսնում եք վնաս մեր շրջապատում մեր հարևաններին մեր բարեկամներին տեսնում եք այդ օրն է որ արևը անգամ տեսանելի չէր քիչ առաջ տեսակ այստեղ տեսեք այն շենքերն էին եւ հիմա ինչի վերածվեց Սա Մալիբուի շրջանում կամ Paradise-ում էր եւ նույնը Altadena-ում այնտեղ հայեր նաեւ երկու տարածքում վնասներ կրեցին ասացի տեսնում եք այս հողատարածքներն է որ այս ոմանք ցանկություն ունեն կառուցելու շենքը այստեղ տեսնում եք նաեւ մի տարվա աշխատանքներն էր ինչ որ արում construction 900 բնակարան պատկերացրեք 16000 հրդեհվել է 900-ը 16000-ի համեմատ էր շատ ժամանակ պիտի տևի որպեսզի կարողանան ոմանք դեռ մտահոգ են որ
toxic կամ թունավոր այդ հողը տարածքը իհարկե կենտրոնական կառավարություն նաև եկավ մխրճվեց որպեսի մաքրեն սա բայց իմ այնպես այսպես տեսնում եք մեծ վնաս մարդկային եւ ֆինանսական մեծ վնասներ տեղի ունեցավ ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից պետք է մեկ օդանավ ցույց տամ Փերուից գալիս էր այստեղ ծրագիրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում Չոփուրյանները երեքն էլ փաստաբաններ են ձեզ են առաջարկում եթե ավտովթար ունենաք ակսիդենտ եք ունեցել ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով այս հեռախոսը համարին ինչ որ տեսնում եք իրենք գտնում են իհարկե Գլենդել փողոցի վրա ամենայն դեպս ժամադրություն վերցրեք, եթե հարկավոր է։ Ծրագիրը հովանավորում է նաև Jora Transportation-ն է հովանավորում ծրագիրը։ Սա իրեն Cadillac-ն է, վերջին մոդել Cadillac, եթե որևէ ժամանակ մեքենայի պետք ունեք 7 հոգի կարող եք լինել այդտեղ, միտեղ պիտի գնաք, դա օդանավակայարանը պիտի լինի դա ուրիշ քաղաք եք ուզում գնաք, պետք է գնաք առևտուր անելու, տանեն ձեզի հետ վերադարձնեն, օգտվեք ծառայությունից, սա հեռախոսահամարներն է։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Ջահանգիր Փարքր Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, դոկտոր Փարքրի հեռախոսահամարն եք տեսնում ալերժի եւ ասմայի մասնագետ է, 30 տարի փորձառություն ունի Գլենոքս փողոցի վրա գտնվող է այս հեռախոսահամարի զանգարեք ժամադրության համար։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping դեզ առաջարկում ծանրոց պիտի ուղարկեք օդանավով $2.99 է ընդամենը։ Լանկշին փողոցի վրա է գտնվում Նորթ Հոլիվուդում, Գլենդելում, East Palmer եւ Adams փողոցի հատմագետում։ Իսկ գումար եթե պիտի փոխանցեք Դրամի փոխանցումը ընդամենը 1% է։ $100 ղրգեք, $1 եք վճարում, $500 ղրգեք, $5 եք ընդամենը վճարում կվերադառնա։ Atlanta-ի Jackson Airport տեսնեք այստեղ օդանավը գալիս է Փերուից գալիս է, շարունակենք։ Փերուից գալիս է, բայց արդյուն է ունենում տեսեք անիվները ինչ է եղել, լրիվ վարվել են, այս օդանավը այնպես հարվածում է գետնին, որ զուգարանի կամ պետքարանի դուռը, տեսեք այնտեղ բարակ դուռեր կա, դուռը անգամ ջարդվում է օդանավի մեջ։ Տեսնում եք այդ դուռն է, որ ջարդվել է, բայց բարեբախտաբար ճամփորդները անվնաս կարողանում են իջնեն Ատլանտայում ու գնան շարունակեն իրենց ճամփորդությունը։ Իսկ ես West Virginia-ում ուզում եմ ցույց տալ կամուրջ էին կառուցում, կամուրջը փլվում է այդ աշխատանքի ժամանակ կամուրջն է, որ փլվում է, հիմա պետք է տեսնեմ պատճառը ինչ էր, որ կոլապսարել փլվել է եւ աշխատանքը նորից շարունակեն։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել նախագահ Թրամփը Ռոբերտ Քենեդի Ջունիորի, այստեղ տեսնում եք նախկին նախագահ Քենեդի եղբոր տղան է, որ իր հայրը, երբ նախագահ Քենեդին նախագահ էր, եղբայրը արդարադատության, այսպես Attorney General-ն էր այս երկրի։ Ամենայն դեպս իրեն ընտանիքի հետ հիմա հարաբերություն չունի, ինքը ընտանիք, այսինքն գիտեք Քենեդիները մեծ ընտանիք են, իր անգամ նախագահ Քենեդիի երեխաների հետ, թոռնիկների հետ, այսպես հարաբերությունը խզված է իր քրոջի հետ, եղբայրի հետ, եղբոր երեխեքի հետ, քրոջ երեխեքի հետ իր հարաբերությունը խզված է եւ գիտեք վակցինի կամ պատվաստանյութի դեմ էր։ Իսկ հիմա որպես առողջապահական Health and Human Services-ի նախարար այս վակցինները ինչ որ պատվաստանյութ, ինչ որ երեխաներին սրսկում են 17 հատ էր։ Հիմա ինքը մի խումբ
գիտնականներ, բժիշկներ բերեն ասում են հարկավոր չի ընդամենը 11 հատը սրսկեք։ Իհարկե նաև ասում է, եթե ցանկանում եք մնացածն էլ ինչ որ նախապես առաջարկված էր սրսկեք։ Բժշկական խմբակցությունները, medical doctors-ների միությունը, բժիշկների բոլորը ասում են ինչ որ ասում է սխալ է ասում եւ սա ավել շատ տարածվելու է հիվանդությունը երեխաների մոտ, չափահասների մոտ մտահոգություն են հայտնում ինչ որ այստեղ տեսնում եք։ Իսկ նաև ուտելիքի մասին անցյալում պիրամիդ կար, այսպես, որ հիմա նորը new pyramid ասում է միս շատ ուտելը հարմար է, հարկավոր է շատ միս ուտել, իսկ խուսափել շաքարից, ուրեմն այսպես, անցյալում ավել շատ կանաչի վրա էր, vegetable-ի վրա էր այդպես, բայց հիմա նոր պիրամիդը այսպես հակառակ կողմից է այսպես են իրենք առաջարկում եւ տեսնում եք ինչ պիտի հիմա մեծացնենք, որպեսզի ավել Երևան կա ինչ է այդտեղ նկարված, եթե կարողանում եք տեսնեք այս food pyramid-ը եւ նախապես առաջարկված էր, որ եթե խմիչք են մարդիկ օգտագործում, տղամարդիկ 2 շատ կամ 2 բաժակ, կանայք մի բաժակ, իսկ հիմա արդեն փաստվել է խմիչքը բնավ օգտակար չի, նախապես կարծում են մի քիչ խմիչքը մի բաժակ լավ է, երկուսը բավ է, երրորդը ցավ է, գիտեք սա 1950-ական թվականներին երգում էր Հովհաննես Բադալյանը, Հովհաննես Շիրազի բանաստեղծության հիման վրա, հիմա թվում է, որ խմիչքը բնավ պետք չի որևէ մեկի եւ իրենք նաեւ չեն առաջարկում խմիչքի օգտագործումը այստեղ ասում են իրենք։ Եվ այս տեսնում եք հավը, միսը, այդ ասում են պրոտեինը եւ ցուկը իհարկե, պրոտեինը այդտեղից կարող եք վերցնել, ուրեմն կերեք այս երեքը, ինչ որ նախապես այսպես չին պնդում։ Եվ մանավանդ տեսնում եք պանիրը low fat ասենեին անցյալում low fat կերեք, բայց իրենք ասում են full fat կամ dairy կատնեղենի հենց սովորականը կերեք, ոչ թե քիչ ճարպը կամ քիչ fat-ը եւ մի օգտագործեք, այսպես տեսնում եք բիսկուիտը, չիփսը եւ քուքիները առաջարկում են, որ չօգտագործել Եվ ասացի խմիչքը միայն չեն ասում ինչքան խմեք կամ մի խմեք, ասում են սահմանափակեք խմիչքը կամ մի օգտագործեք, այսպես առաջարկությունն է հիմա այս Health and Human Services առողջապահական նախարարության տեսնում եք միսն է, որ խիստ առաջարկվում է հավը, միսը, ձուկը տեսնում եք նորից Քենեդին եք տեսնում այս բերումով ինչ է առաջարկում։ Ես պիտի ունենամ կվերադառնամ շարունակելու ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիր։ Raffi's Market գտնվում է Burbank-ում Glendale-ի արևանությանը, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն 1928 թվից աշխատում է, հիմա պատկերացրեք, սա 98 տարի այս խանութը, այսինքն դաշնամուր են վաճառում ընտանիքի մեջ այսպես, եթե դաշնամուր հարկավոր եղավ գնելու կամ վարձելու, գնելը $1000-ից ունեն դաշնամուր, մինչև $500,000 դաշնամուր կգտնեք այդտեղ։ Ծրագիրը հովանավորում է Դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է, իր նոր կենտրոնը բաց է արել San Diego, այսինքն Orange County-ում, նրանք որ ապրում են Orange County, կարող եք զանգարեք, հարցնեք
կենտրոնը Orange County-ում նաև ունի, ամենայն դեպս Glendale-ի հասցեն եք տեսնում եւ հեռախոսը, բայց կարող եք զանգարել։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է Central եւ Myrtle փողոցի հատմանկետում եւ 405 Freeway եւ Euclid փողոցի հատմանկետում Orange County-ում, Santa Ana-ում ունեն խանութ եւ Ամերիկայում է Court Furniture խանութ ունի 100-ից ավել նոր մատրես պիտի գնեք անպայման այցելեք այստեղ տարատեսակ մատրես են առաջարկում եւ գրասեղան սեղանաթորտ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում accident եք ունենում այս հեռախոսամար ձեզ մոտ ունեցեք Yugo Shipping հովանավորում է ծրագիրը Yugo Shipping գտնվում է Hollywood հայկական Hollywood-ը Los Angeles Sunset փողոցի վրա մի ծանրոց իրենց հանձնեք երկրորդ անվճար ձեզ համար Հայաստան են ղրգելու Օթանավով մի փանդը $2.99 եւ եթե գումար այսինքն ուզում եք փոխանցեք Հայաստան 2% են թամենը տանեն տունը հասցնեն որ ձեր ցանկությունը իրենց բնակարանում գումարը անձնեն իրենց Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը սա սրտի վիրահատող է բայց հիմա զբաղված է նաեւ եթե ոտքի վրա թաթի վրա թաթի տակ վերք է չի լավանում դա անպայման հարկավոր է բժիշկին խորհրդակցել սա հեռախոսահամարն է գտնում եք գրասենյակները Orange County-ում նաև Commerce Encino Glendale-ում Glendale-ում 616 East Colorado փողոց Սոնաֆետ արիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը իրենք բաց ունեն մինը բաց ունեն ցես կտանեն ու կվերադարձնեն կվերադառնան Բալթիմորում այստեղ տեսնում եք այս շենքի մեջ երկրորդ հարկում հրդեհ է տեղի ունենում երկու փոքր երեխա եւ մայրը այս երեխեքին մայրը նախ վերևից գցում է մարդիկ ներքևում հավաքում են կարողանում են բռնել այդ փոքրիկ երեխաներին այսպես տեսնում եք երեխային վերևից նետում է ներքև բարեբախտաբար հետո կարողանում են մինչև fire department-ը գալիս է այդ կնոջը նաև փրկում են երկու երեխան եւ այդ կինը անվնաս կարողանում են փախչել այդտեղից այսպես տեսնում եք սա տեղի ունեցել իր ամուսինն է իհարկե հետո եկել այս կինն է ինչ որ քաջորեն այդ աշխատեցնում եք արևանները վազում են օգնելու եւ այդ բերումով կարողանում են երեխաներին օդի մեջ գրկել ու փրկել այս վիճակից Ես մի տատար վերցնեմ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը Jackpot գտնվում է հիմա Pacific փողոցի վրա այնտեղ կգտնեք կոշիկներ, հագուստներ, որովհետև մյուս խանութ փակել են շատ ապրանք ունեն, որ անընդհատ բերում տեղափոխում են այստեղ խիստ գինը իջեցրել են, որպեսզի դուք անպայման կնեք կարողանան մնացած ապրանքը բերել տեղադրել։ Ծրագիրը հովանավորում է Անաշե Գիֆտն է հովանավորում ծրագիրը, ինչ որ տեսնում եք այստեղ $19.99 է, այսպես ինչ որ պետք է մանրացնել, այստեղ տեսնում եք հեշտությամբ կարող եք կատարել էլեկտրական, սա սարքավորում է կինը դուք կարող եք նայել, տեսնել $45 եւ այլ գին ունի, սա ընդամենը իջեցրած է $19.99 կվերադառնա։ West Virginia-ում shelter է սա, ուր որ գիտեք շները, որ չեն ուզում մարդիկ կամ դուրս են եկել տնից իրենց, այս shelter-ում է, բայց այս շունը 9 տարեկան շուն է, այնքան տեսեք խելացի է, այստեղ gate է դրված, բայց ինք կարողանում է իր ատամներով, բերանով այդ gate-ը բացում է ու թողնում փախչում է, նայեք տեսեք աշխատանք է տանում, որ գեյթը բացի եւ բացում է, տեսեք շունը ինքը տեսեք ինչքան խելացի է, որ գեյթի այդ կղբանքը բացում է ու թողնում է փախչում է, բայց իրեն կարողանում են հետո գտնեն։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։